Ստենդավորում ունեցող պացիենտների մոտ մենք հաճախ տեսնում ենք տեստոստերոնի դեֆիցիտի խնդիր։ Սա տրամաբանական է, սա սպասելի է։ Ինչի համար, եկեք հասկանանք, ով է ստենդավորվում։ Ում են ստենդավորում, անոթների խնդիր ունեցող մարդկանց, որտեղից է գալիս անոթների խնդիրը, մետաբոլիզմի խանգարում, ճարպակալում, ավելորդ քաշ, աթերոսկլերոզ, ինչ է սա իրենից նաև ենթադրում, սա ենթադրում է նաև տեստոստերոնի դեֆիցիտ։ Անխուսափելիորեն միմյանց հետ մեր օրգանիզմի բոլոր օրգան համակարգերը, բոլոր ֆունկցիաները, բոլոր իրար հետ փոխկապակցված են։ Բազմիցս խոսել եմ այս մասին, այն պահից սկսած, երբ որ դուք փորձեցիք տարանջատել ձեր սեռական համակարգը, ձեր մյուս օրգան համակարգերից, մտածելով, որ սեռական համակարգում եղած խնդիրը չի կարող կապ ունենալ վահանաձև գեղձի հետ, չի կարող կապ ունենալ խոլեստերինի հետ, մյուսի, ուրեմն դուք ամեն հավանականությամբ ուզում եք խաչ քաշեք ձեր բուժման վրա, եւ այդ խաչը վերջնական կքաշվի, եթե ձեր բուժման վրա կքաշվի այդ խաչը վերջնական, եթե ձեզ բուժող մասնագետը ձեր սխալ պատկերացումներին տալիս է երանգավորում։ Հաճախ պացիենտ ասում է, բժիշկ ջան, շագանակագեղձը, շագանակագեղձ, պետք չի կենտրոնացնել պացիենտի ուշադրությունը շագանակագեղձի վրա։ Ոչ մեկ չի ժխտում այդ թվում նաեւ ես, որ շագանակագեղձի խնդիրները կարող են բերել տղամարդկանց մոտ սեռական դիսֆունկցիաների առաջացմանը, բայց ինչ դիսֆունկցիա։ Պացիենտը ասում է, ես չունեմ սեռական ցանկություն, սեռական ցանկության նվազումը կարող է պայմանավորված լինել տեստոստերոնի քանակի նվազումով, տեստոստերոնը արտադրում է ամորձները, որտեղ շագանակագեղձը մնաց, հեռու կոնքի խոռոչում, բացարձակ կապ չունեցող։ Դրա համար պետք է ճիշտ համակարգել այդ ամեն ինչը։ Եվ ստենդավորում անցած պացիենտները հասկանալի, որ իրանք սրտաբանի կողմից գտնվում են հսկողության տակ եւ ստանում են անվերջանալի քանակությամբ դեղորայքներ, արյունը ջրիկացնող դեղ, սրտի ռիթմը կարգավորող դեղ, ճնշումը կարգավորող դեղ, խոլեստերին եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչի հետ մեկտեղ, այս ամեն ինչին հավասար եւ զուգահեռ ես կասեի, քայլում են նաեւ սեռական խնդիրները, դիսֆունկցիաները, որոնց կարգավորումը պետք է իրականացվի սեքսոպաթոլոգի կողմից։ Եվ սեքսոպաթոլոգի կողմից պետք է լինի անմիջական փոխադարձ կապ սրտաբանի եւ համատեղ աշխատանք սրտաբանի հետ, որտեղ պետք է դեղորայքների հակազդեցություն չլինի եւ մենք սեքսոլոգներս մեր նշանակումներով չպետք է վնասենք կամ խանգարենք սրտաբանի գործին, որովհետեւ եկեք մի պարզ բան հասկանանք, ստենդավորումից կախված է մարդու կյանքը, տևողությունը կոնկրետ, սեռական դիսֆունկցիաներից կախված է մարդու կյանքի որակը։ Դրանք տարբեր բաներ են, կյանքի թևողության հետ կապված կետերին պետք է ուշադրություն դարձնել լիարժեք ձևով, բայց չթողնելով ոչ մի կետ, բացարձակապես ոչ մի կետ։